Այս անգամ Տիգրան IV-ը գահակալում է Էրատոյի հետ։ Էրատոն նրա քույրն էր եւ այս մասին իհարկե դեռևս խորհրդային տարիներին որոշ մասնագետներ առաջ են մղել այն տեսակետը, որ գուցե նույնիսկ նրանք ամուսիններ լինեին եւ Էրատոն գահակալեր իբրև նաեւ Թաքուհի այն բանի համար, որ իշխանությունը պահպանվեր դինաստիայի ձեռքում։ Այս բացատրությունը մի քանի պատճառներով չի դիմանում որևէ քննության։ Առաջինը այն զուգահեռ որ կատարվել է հին Եգիպտոսի դինաստիաների օրինակով, որ ամուսնանում էին հաճախ, որ այլ դինաստիայի ձեռքին չանցնի իշխանությունը, Հայաստանում պարզապես չէր կարողանում, որովհետև մրցակից դինաստիա չկար։ Եվ որևէ ավանդույթ, որը որ կարող էր խոսել Եգիպտոսի նման դինաստիական ամուսնության տրամաբանության մասին, ուղղակի Հայաստանում նախադեպ չուներ։ Երկրորդ հանգամանքը, եթե այդ ամուսնությունը նրա համար էր, որ այդ զավակը շարունակեր իշխել, այդ պայմանական ամուսնությունը, զավակը այդպես էլ իհայտ չի գալիս։ Եվ այստեղ գալիս է այն վարկածը մեջտեղ, որ Տիգրան IV-ը առհասարակ զավակ չէր կարող ունենալ։ Երրորդ հանգամանքը, այստեղ չկա որևէ ուղիղ հիշատակում Տակիտոսի այն պնդումը, թե նրանք կարող էին լինել իբրև ամուսիններ, չի դիմանում քննությանը դրամի միջոցով, չէ՞ որ հայոց թագուհու դրամի վրա, Էրատոյի դրամի վրա գրված է Էրատո քույր թագավորին հայոց, ինչը նշանակում է, որ նա նրա կինը չէ, հակառակ դեպքում կգրվեր թագուհի հայոց։ Եվ շեշտված է փաստորեն քույր լինելու հանգամանքը։ Բացի այդ, հետագայում նույն Տակիտոսի այն տեղեկությունները, որ փորձել են փաստորեն Էրատոյին եւս մեկ անգամ գահին վերադարձնելով լուծել դինաստիական հարց, իսկ տվյալ դեպքում նշանակում է ամուսին գտնել եւ նրա ամուսնուն թագավոր դարձնելու միջոցով շարունակել դինաստիա, Արտաշեսյանների ինչ որ այսպես թարմացված արքայատոմ ձևավորել նոր, այս տարբերակը արդեն իսկ ցույց է տալիս, որ նա ժամանակին Տիգրանի կինը չի եղել։ Եվ ինչպես նույն Տակիտոսն է ասում, նա ծեր էր եւ հանգամանքների բերումով գահից նորից հրաժարվում է, ուղիղ չնշելով, թե ինչպես է ստացվում գահից երկրորդ անգամ հրաժարումը, բայց երբ խոսքը գնում է այն ժամանակ կնոջ ծեր լինելու մասին, բնականաբար նկատի էր առնվում անտիկ պատմագրության ավանդույթին համաձայն, որ այլևս զավակ ունենալու հնարավորություն չուներ ֆիզիոլոգիապես։ Այսինքն նման հանգամանքներ կան, որոնք ուղղակի հետազոտողի համար անհնար են դարձնում այն պնդումը, թե նրանք իբրև ամուսիններ պետք է գահակալեին։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։